Մարտի 22-ին ժամը 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների, Վաղաշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանների ճշգրիտ գործողությունների շնորհիվ Փարաքար գյուղի Գասպարյան փողոցից հայտնաբերվեց եւ ոստիկանության Վաղաշապատի բաժին բերման ենթարկվեց Լատվիայի քրեական օրենսգրքի ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու հոդվածի հատկանիշներով հետախուզվող 1995 թվականին ծնված Արամ Գաբրիելյանը 2015 թվականի հունիսի 8-ին Լատվիայի գլխավոր դատախազության որոշմամբ Գաբրիելյանի համար խափանման միջոց էր ընտրվել կալանքը եւ նրա նկատմամբ միջազգային ոստիկանությունը հայտարարել էր հետախուզում։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 17, խարդախության 7 եւ յուրացման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 10 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհուրդը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու ուղղությամբ մշտապես կազմակերպում է միջոցառումներ, որոնցից մեկն էլ տեղի ունեցավ մարտի 22-ին։ Կենտրոն վարչական շրջանի Խաչատուր Աբովյանի անվան համար 2, Խրիմյան Հայրիկի անվան համար 10, Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 եւ Շավարշյանի անվան համար 40 դպրոցի աշակերտները ճանաչողական այցով եղան Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում։ Հյուրերը ծանոթացան բրիգադի պատմությանը, առօրյային, նաև առաքելությանը։ Եղան հրաձգարանում, նրանց սովորեցրեցին հրազենից օգտվելու կանոնները, զենքի քանդելու եւ հավաքելու եղանակը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ իրենց ուժերը փորձեցին կրակային պատրաստության մեջ։ Երեխաները հրաժեշտ տվեցին բրիգադի ծառայողներին, մաղթելով նրանց բարի ծառայություն եւ անամպ երկինք։ Վերջին շրջանում ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների եւ բնակչության հանդիպումների ժամանակ համայնքների ղեկավարները դիմել էին ոստիկաններին անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցով միջնորդելու համապատասխան կազմակերպություններին եւ հասարակական կազմակերպություններին։ Ընդառաջելով խնդրանքին համայնքային ոստիկանները տարվա վերջին դիմել էին երիտասարդ Տավուշ հասարակական կազմակերպությանը եւ World Vision միջազգային կազմակերպությանը։ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքների անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու առաջարկով։ Արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը տվեց ցանկալի արդյունք։ Հիշյալ կազմակերպությունների կողմից Լուսաձոր, Գետահովիտ եւ Ենոքավան համայնքների բազմաթիվ ընտանիքների հագուստ բաժանվեց։ Փետրվարի 10-ին կեսգիշերն անց անհայտ անձինք պոկել են Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող դեղատներից մեկի պատուհանի ջաղավանդակը, մտել ներս եւ գողացել դեղորայք, բուժ սարքավորումներ, տնտեսական ապրանք եւ 3 համակարգիչ, պատճառելով 11 միլիոն դրամի վնաս։ Քննության ընթացքում ուսումնասիրվել են դեղատան տեսագրող սարքերը, որտեղ երևում են գողության մեջ կասկածվող անձինք։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղաշապատի կամ մոտակա բաժին։ Գաղտնիությունը երաշխավորվում է։